Հետհարվածները, օրինակ, մոգության մեջ, հա, ուժեղ հետարված կարող եմ ասել, կարող են ստանալ, օրինակ, եթե աշխատում եք ուժեղ պրակտիկի դեմ եւ նախորոք ախտորոշում չեք արել, դիագնոստիկա։ Այդ պրակտիկը կարող է դրած լինի կողպեքներ կամ պաշտպանական մեխանիզմներ, որոնք դուք չեք տեսել, այդ դեպքում դուք կարող եք ստանալ շատ ուժեղ ադկատ, այսինքն հետհարված։ Խոսքի օրինակ դուք չգիտեք մարդը ինչ էգրեգռի մեջ է կամ ռոդի հետ է կապված կամ բեսերի հետ է աշխատում կամ նեկրոէներգիայի հետ է կապված կամ իր մահվան, հա, հետ կապված կամ չգիտեմ անանում ինչ որ մեկն է իրան օգնում հոգի եւ այլն։ Դրա համար պետք է նախ հասկանալ արժի թե չարժի, որ հետո դրա տակից կարողանանք դուրս գալ։ Նայեք, դրա համար, եթե աշխատում եք, պետք է պաշտպանություն դնեք ձեր, թե ձեր հարազատների վրա։ Չես կարողանում մի բռնվել, հա? Իսկ եթե բռնվել ես, ապա ստիպված կլինես պատասխանատվություն կրել քո գործողությունների համար։ Հաճախ ասում են, թե սպիտակ մոգության մեջ հետարված չկա, բայց դա այդպես չի, ես ձեզ ցավակցում եմ։ Մոգությունն իրականում մի հատ է, այն չի բաժանում սևի եւ սպիտակի։ Եկեղեցու միջոցով, կստացի, կարող են պորչը անել, թե առողջության, թե պաշտպանությունը քանդելու, վերադարձնել կամ օգնել, կամ ազատվել, կամ մահ ուղարկել, կամ մահացու հիվանդություններ ուղարկել։ Անեծքների տեսակներից եմ ուզում մի փոքր խոսել, ձեր հետ քանի անեծքներ կան։ Կան տոհմական անեծքներ, որոնք կոչվում են ռադավոյե պրոկլյացիա, լսած կլինեք։ Ինչպես է դա առաջանում երկու պատճառով։ Կամ վհուկն ու կախարդը գիտակցաբար կատարում են տոհմը բնաջնջելու, ծիսակարգը կամ ընտանիքին կարող է կապնի խոսքային անեծք եւ սկսի փոխանցել արյունակիցների միջոցով։ Խոսքի օրինակ, հա, որպես կանոն այն կարող է փոխանցվել կամ ըստ սեռի, եթե ընկել է տղամարդու վրա կամ տղամարդկանց գծով։ Իսկ եթե կնոջ վրա է, դա կանանց գծով։ Խոսքի օրինակ, եթե տղամարդկանց վրա է, կարող է տղամարդիկ խոսքի օրինակ 30 տարեկանից ավել չեն ապրում, մահանում են կամ բաժանվում են։ Նույնը կանենք։ Գնչուական անեծքները, եթե փողոցում ձեզ գնչու է կպչում, ես շատ եմ ասել այս ցիգանների մասին, որ աշխատեք կոնֆլիկտի մեջ չմտնեք, հա։ Եթե փողոցում ձեզ կպչում է, մի կանգնեք, այլ հեռացեք, հակառակը այդպես խորհուրդ կտամ, որովհետև նա կարող է ձեզ անիծել, բայց դրան ուշադրություն մի դարձրեք, ինչ էլ որ նա ասի, հա, սակայն եթե դուք իրականում նրան փող եք տվել կամ վիճել եք նրա հետ, ապա կարող եք զգալ, որ ձեզ հետ ինչ որ բան է կատարվում ապագայում։ Խոսքային անեծքներ երրորդը, սա բանավոր բանաձև ոնց որ լինի, որը սովորաբար կարդում են թշնամու թիկունքից կամ նրա ներկայությամբ։ Այսինքն, սա պետք չի շփոթել պուրչայի հետ, անեծքը հաճախ արվում է մեծ վիրավորանքի կամ զայրույթի պահին և լրացուցիչ պարագաներ, այսինքն դա մեր ատրիբուտ կերքն են, որ չի պահանջում մեզանից։ Եկեղեցական անեծքները համարվում է շատ ծանր ազդեցություն, որն արվում է եկեղեցում հիվանդության կամ մահվան համար։ Դրանցից մեկը օրինակ անաֆեման է, ես այս մասին էլ եմ պատմել։ Մաքրման գործընթացների ախտանիշները, հա, որոնք են, եթե կատարվում է էներգետիկ մաքրում, հաճախորդը կամ պրակտիկը կարող են զգալ որոշակի ինչ-որ ախտանիշներ, հա, որոնք կարող են վկայել ձեր մաքրման ընթացքին։ Առաջին դա երազներն են։ Խոսքի օրինակ, եթե մարդ իր երազում տեսնում է, որ լողում է մաքուր ջրով եւ հանգիստ ջրամբարում կարող է լինել լիցով, դա նշանակում է, որ մաքրումը կարող է լավ ընթանալ։ Եթե երազում տեսնում եք, որ ընկնում եք անդունդը կամ տեսնում եք սարսափազդու ինչ-որ դեմքեր, դա նշանակում է, որ մաքրումը չի հաղթահարում ձեր բացասական էներգիան։ Ինչպիսի նաև լինում են ֆիզիկական զգացողությունները, եթե խոսքի օրինակ մաքրումից հետո ախտանիշները չեն անցնում, նշանակում է մաքրումը սխալ է արվել կամ շատ վաղ է ավարտվել։
Իսկ լավ նշանները երազում, եթե տեսնում եք, որ լոգանք եք ընդունում, լվանում եք սպասքը, նշանակում է, որ ծրագիրը ճիշտ է ընտրված եւ մաքրումը բավականին հաջող է ընթանում։ Շատ լավ նշան կարող է լինել նաեւ երազում տեսնել սպիտակ լույս, սպիտակ ծաղիկներ կամ տաք ամառային անձրև եւ ճառագայթներ։ Նաեւ շլանգով ջուրը, հա, որ պահում են ձեր վրա, լվացվում եք, լողանում եք, մաքրվում եք։ Կենցաղային բացասական էներգիան դա աուրայի հետ էլ նաև վնասումներից էներգետիկ մի փոքր խոսեմ, այն աուրայի վրա կարող է երևալ մութ բծերի տեսքով, այն մեծ վնաս չի հասցնում մարդուն, բայց եթե կուտակվում է, կարող է վերածել ավելի խիտ բծի կամ ինչ որ անցք բացի ձեր աուրայի մեջ, հա, ինչի հետևանքով ձեզ մոտ կարող է սկսվի էներգիայի մեծ արտահոսք։ Կարմիկ ծրագրերն են, սա ամենածանր տեսակն է, որովհետև այն առաջանում է, երբ դուք կատարել եք ինչ-որ անարդար արարք եւ կրում եք պատասխանատվություն։ Այստեղ բարձրագույն ուժերի առաջ, հա, տիեզերքի օրենքները խախտելով, ինչ ցանել եք, այն էլ հնձում եք։ Այստեղ ձեզ ոչ ոք չի կարող օգնել, բացի ձեր սեփական զղջումից եւ կարմայի մշակումից։ Կարևոր օրենք կա այստեղ մոգության մեջ չխախտել այլոց կամքը, ասենք ուրիշի անձնական դաշտ եք մտնում, վիրավորում եք կամ ինչ-որ գործողություններ եք անում, մարդասպանություն եւ այլն։ Դուք պետք է կրեք հետևանքները։ Եթե դուք ուզում եք մարդուն լավություն անել առանց նրա համաձայնության, անգամ սա է տիեզերքի օրենքի խախտում։ Դա նույնպես կարող է պատժվել կամ պարզապես չաշխատել։ Ցանկացած ծրագիր, որն ուղղված է մարդու կամքին, հակառակ դա լինի լավ, լինի վատ, համարվում է բացասական։ Մայրական անեծքի մասին մի քիչ խոսենք, այո, բացասական տեսակից մեկն էլ հենց մայրական անեծքն է։ Սա համարվում է անեծքների ամենածանր տեսակը։ Այսինքն, երբ մայրը երեխային կրում է իր արգանդում, երեխայի բոլոր մարմինները ձևավորվում են մոր մարմնի շնորհիվ, հա։ Ուստի հենց մայրն է ունենում ամենաուժեղ ազդեցությունն իր ապագա երեխայի վրա։ Հասկանում եք։ Այստեղ անեծքը էներգետիկ հարված է լցված ատելությամբ, որն իր հետ կարող է քայքայել եւ քայքայում բերել նրանց համար։ Մեր էներգետիկ դաշտը լիովին կարող է լինել անպաշտպան դրա դեմ։ Ընդհանրապես մայրական անեծքը երեխայի կյանքում գործում է որպես կործանարար ուժ, բայց ոչ բոլոր պրակտիկներն են կարողանում հեռացնել հենց այս տեսակի անեծքը։ Սիրային կախարդանքներ, շատ լսած կլինեք, հա։ Սիրային կախարդանքները տեղեկատվական ծրագիրներ են, որոնց նպատակն է մարդուն կապել օբյեկտին, նաև ինչու չէ, ստիպել նրան անել այն, ինչ նա ինքնակամ խոսքի օրինակ չէր անի, նրա կամքին հակառակ։ Ցանկացած նման կախարդակ բռնություն է մարդու կամքի հանդեպ, այսինքն նուրբ, անտեսանելի, բայց բռնություն է, չէ, եթե դու մարդու կամքին հակառակ խախտում ես տիեզերքի օրենքը եւ նման գործ ես անում։ Ուստի այն համարվում է պորչայի վնաս տեսակ։ Դե կարևոր է հասկանալ, հա, որ սիրային կախարդանքը կապ չունի սիրո հետ, սա սեր չի, սերը բռնություն չի եւ սիրող մարդը երբեք չի դրժի սիրելիի կամքը։ Կախարդանքը ընդհանրապես ստեղծում է անբնական կապ, որը երբեք չի անցնում առանց հետևանքների եւ չի տևում ողջ կյանքի ընթացքում, կրում է ժամանակավոր բնույթ։ Սիրային կախարդանքի տեսակներից մեկը դա դիվային կախարդանքն է, որը կոչվում է Դեսովսկի պրիվառոտ, այսինքն դիմում են դևերին, դիվային ուժերին, զոհաբերություններով եւ իշն հետաքրքիր, որ գործում է բավականին արագ, բայց կարճատև, առաջացնում է կտրուկ սեքսուալ ձգողականություն մարդկանց միջև։ Երկրորդը դա գերեզմանային կախարդանքներն է, որը կարող է գործել 9-ից 40 օրվա ընթացքում, սա մի աշխատանք է մահվան էներգիայի հետ։ Սա շատ արագ կարող է աշխատել, այո։ Այսինքն մահացած ամուսինների հոգիների միջոցով եւ եթե ամուսինները վատ են ապրել, խոսքի օրինակ նախկինում իրար հետ, ապա կախարդված զույգի կյանքը կարող է քայքայվել բոլոր ոլորտներում։ Սա դժվար է հեռացնել, շատ դժվար։ Ինվոլտավորված, վոլտ լսած կլինեք, հա, իմպուլսիվնի կախարդանքը։
Դրանք օգտագործում են զոհի մազերը, արյունը, այսինքն ինֆորմացիա է պարունակում, կամ անձնական իրերը, որոնք ավելացվում են տիկնիկների վոլտ նրա մեջ, դա կարող է ազդել ոչ միայն ցանկությունների մարդու, այլև մտքերի վրա, ստեղծելով ծանր կախվածություն պատվիրատուից։ Գործում է 1 տարի և բավականին ավել, նաև ավելի շատ կարող է տևել։ Կախարդանքը մոմերի միջոցով, սա ավելի մեղմ է և կարճատև է, կիրառվում է, երբ օբյեկտը արդեն իսկ համակրանք ունի և պարզապես թեթև հրում է պետք, տալ չուկ են ասում էներգետիկ։ Արյունային կախարդանքներ, սրանք օգտագործվում են պատվիրատուի հենց արյունը մատից կամ դաշտանային ցիկլային, սա շատ արագ կարող է գործել, բայց ունի բազմաթիվ բացասական կողմեր՝ ագրեսիա, հակում դեպի ալկոհոլ և թմրանյութեր, անանուն մատի արյուն ավելի մեղմ է ազդում։ Չակրայի կախարդանքներն էլ կան, էներգետիկ կապ է ստեղծվում կոնկրետ մարդու բոլոր 7 չակրաների կոնկրետ կենտրոնների միջև։ Սվադհիստանան երկրորդն է, սեքսուալ ձգողականության համար են անում, անահատան 4-րդ չակրան է, հուզական կապ է, աջնան մտքերի կառավարման, առաջինը հենց կախարդական ուտելիքի կամ նվերների միջոցով, հա, այս տեսակը մոգական կոչվում է ապոյ և ակոր, խմացնելով կամ կերակրելով, սա ինչ կապ ունի թուղթ ու գրերի հետ, որտեղ եք տեսնում ստեղ թուղթ և գիր, հա, գրված տղետներ, ինչ որ բան կապվում է այստեղ, ծրագրավորվում է, որն անցնում է զոհի հենց օրգանիզմ կամ հայտնվում է նրա ձեռքում, տալիս է շատ արագ, բայց կարճատև արդյունք։ Եգիլետ են ասում, ռուսերեն եգիլտ։ Սա սիրային մոգության առանձին տեսակ է, որն ուղղված է տղամարդու սեռական կարողությանը։ Լսած կլինեք, շատ կանայք կան, որ ունեն ամուսիններ, հա, և իրենք գիտեն, որ սիրուհի ունի, չի կարողանում բաժանվել, դիմում են հենց այս աշխատանքի, որ սիրուհու մոտ կամ այլ կանանց մոտ, տղամարդու մոտ չստացվի։ Եթե կա տղամարդ այսպիսի խնդիր ունի, իմացեք, որ ձեր կինը կամ սիրուհին այսպիսի գործ է արել ձեզ։ Մասնակի, եթե տղամարդը կարող է սեռական հարաբերություն ունենալ միայն պատվիրատուի հետ, ով պատվիրել է այս աշխատանքը, իսկ մնացած բոլոր կանանց դեպքում նա իմպոտենտ է դառնում, տղամարդը դառնում է լիովին իմպոտենտ բոլորի համար։ Սա փաստացի պորչա է կոչվում, այսինքն վնաս, մտադրված վնասություն։ Հաճախ արվում է հատուկ վրեժխնդրությունից դրդված կանայք։ Սև պսակադրություն, լսած կլինեք, չորնեևին չյանի, որ ասում են։ Սա էլ ամենավտանգավոր պորչաներից մեկն է, սա գերեզմանային կախարդանքի տեսակն է։ Եթե քրիստոնեության մեջ պսակադրությունը կարող է կատարվել Աստծո առաջ, երկու հոգու կամքով, ապա սա արվում է սատանայի դևերի առաջ։ Այստեղ սիրո մասին խոսք լինել ընդհանրապես չի կարող։ Սա բռնի միավորում է, որը հաճախ կատարվում է զոհի կամքին հակառակ։ Սա կարող է գործել բավականին աննկատ, ստեղծելով պատրանք, թե մարդն ինքն իրեն սիրահարվել է անձի վրա պատվիրատուի, բայց իրականում այն դանդաղ քայքայում է այսպիսի մարդկանց կյանքը։ Մոգական պաշտպանություն տեսակները, ուժեղացման մեթոդները, աշխատանքի ուժեն, նրբությունները, մարտական պաշտպանություն լսած կաք։ Եթե դուք իրական պատերազմի մեջ չեք, ապա ձեզ վրա մարտական ծանր պաշտպանություն կրելը իմաստ չունի, քանի որ այն շատ էներգատար կարող է լինել։ Ավելի լավ է դուք դնեք թեթև պաշտպանություն։ Խնամք, ցանկացած պաշտպանություն պահանջվում է լիցքավորում կամ թարմացում։ Պաշտպանության աշխատանքի ժամանակ, երբ մաքրում եք այլ մարդկանց կամ գուշակություն եք անում, գուշակներ, մանուշակներ, կարևոր է ունենալ որսացող պաշտպանություն, որպեսզի ուրիշի բացասական էներգիան չանցնի ձեզ։ Թե եթե հասկանում եք այս որսացող բառը, դե հասկացեք, թե ես ինչ նկատի ունեմ։ Էներգետիկ վամպիրիզմ, կրադնիկ լսած կլինեք, էներգետիկ վամպիրիզմը դա տեղի է ունենում վեճերի, սկանդալների ժամանակ։ Շատերը դա կարող են համեմատել հարաբերությունների հետ,
Վամպիրը լիցքավորվում է ոչ միայն էմոցիոնալ, այլև էներգետիկ պլանում։ Եթե ինչ-որ մեկի հետ շփվելուց հետո զգում եք թուլություն, քնկոտություն և դիսկոմֆորտ, դա նշանակում է, որ տեղի է ունեցել ձեր էներգիայի արտահոսք դեպի վամպիրը, սնվել են ձեր էներգիայով։ Կրադնիկը գողունն է, սա մոգական ազդեցություն է, որի դեպքում մարդու ճակատագիրը կտրուկ փոխվում է։ Այսինքն մարդիկ կան, այո, որ խառնվում են մարդու ճակատագրի մեջ, գողանալով այն, ինչ իրենց հետ չի, եւ դրա համար ունենում են բավականին հետագայում հավեսու վատկապներ իրենց կյանքում, գիտեք ոնց, երկարաժամկետ։ Այն ամեն ինչը, ինչ հաջողություններ խոստանում, հանկարծ անհայտանում է մարդու կյանքից, դա կրադնիկի հետևանքն է, իսկ կրադնիկից ազատվելը պահանջում է երկարատև աշխատանք եւ էներգետիկայի վերականգնում, երբեմն դրանք կարող են տևել շատ ամիսներ։ Երեխաների մաքրում, ինչ շատ են դիմել, որպեսզի երեխաների պոռչը առնի, բայց ես ընդհանրապես չեմ ընդունել ինչպես սիրայինը, այնպես էլ ուրեմն երեխաների հետ կապված։ Մինչև 2 տարեկան երեխայի մաքրում ենք միայն ծնողների մաքրումից հետո։ Այս տարիքում երեխան էներգետիկորեն կապված է նախ մոր հետ, մաքրումն անում ենք ամսական ոչ ավել, քան 1 անգամ։ Մինչև 12 տարեկան երեխաների համար մաքրումը կատարվում է մոր հետ միասին։ Եթե երեխան բացասական էներգիա է վերցնում մորից, ապա այստեղ մաքրում ենք երկուսին զուգահեռ։ Մաքրման մեթոդներից մեկը հենց մոմով թափել, լսած կլինեք, ատլիվկա է կոչվում, ձվով մաքրումն է, կոպիտ մաքրումներ ընդհանրապես չի կարելի, չի թույլատրվում։ Այ,